Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, ես կարծում եմ, այս նախագիծը մի փոքր մանրամասնելու կամ միգուցե հիմնական զեկուցողը ավելի մանրամասն եթե ներկայացներ մի քանի հարցեր կփարատվեին, որովհետեւ այս նախագծով ըստ էության մեկ անգամ եւս հաստատվում է այն իրողությունը, որը մինչեւ այժմ գործում է եւ ըստ էության լիազոր մարմնի կողմից պետության պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինարարության թույլտվությունների տրամադրման ուղղակի ակտերի ձևերն է սահմանվում։ Ճիշտ եմ ես հասկանում, եթե ոչ, խնդրում եմ մեկնաբանեք, բայց իմ հիմնականում այստեղ ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր փոփոխության մասին, որը վերաբերում է արգելոց թանգարանները կամ արգելոցները, բոլոր արգելոցները մեխանիկորեն, այսպես հնավայրի փոփոխելով։ Նախ ասեմ, որ այս մեխանիկական փոխարինումը բոլորովին հնավայրով փոխարինելը բոլորովին չի սպառում խնդիրը, որովհետև ոչ բոլոր արգելոցներն են հնավայր, ինչպես եւ ոչ բոլոր հնավայրերն են մեխանիկորեն կարող ներկայացնել իրենցից արգելոցի պարտականությունների եւ պահպանման ռեժիմների իմաստով։ Ասեմ, որ մշակույթի նախարարության ենթակայությամբ հիմա կան 12 արգելոցներ կամ արգելոց թանգարաններ, որոնց մեջ օրինակ Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանը, Գառնի պատմամշակութային արգելոցը, Արփի բնակավայրը, Կումայրին, որը Շիրակինն է պատկանում, որոնք երբեք հնավայրեր չեն եւ մեխանիկորեն սրանց վերագրելով հնավայր, այսպես հասկացությունը մենք խնդիրը բոլորովին չենք լուծում եւ եթե դուք այստեղ փորձում եք հիմնավորել անգլերենի archaeological site-ով, բացարձակապես archaeological site-ը չի նշանակում հնավայր, այլ հնագիտական վայր։ Ասեմ նաեւ, որ այս ուրեմն նախագծում ներողություն օրենքի Ես քանի որ ֆրակցիայի անունից էլ ունեմ 2 րոպե կարող եմ շարունակել։ Չէ, որովհետև էլի պատգամավոր կա Տիկին Գարստյան, նորից կմոտենա կշարունակենք։